Ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուխտագնացությունը Հայաստան, որը 3 օր մեր երկրի վրա բևեռեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը։ Այցի երրորդ օրը սկսվեց Էջմիածնից։ Կաթոլիկների հովվապետի մասնակցությամբ ամենայն հայոց կաթողիկոսը մատուցեց հայկական ծեսով պատարագ։ Պատարագից հետո երկու եկեղեցիների առաջնորդները կաթողիկոսական ամփոփանու ներքո միասին քայլելով անցան հավատացյալների միջով։ Viva il Papa վանկարկում էին հավատացյալները, իսկ մի փոքրիկ տղա վազելով մոտեցավ եւ հայկական եռագույն նվիրեց Հռոմի Պապին։ Օրվա երկրորդ կեսին հարյուրավոր հավատացյալներ խորվիրապի բարձունքի ստորոտին սպասում էին Պոնտիֆիկոսի Ավտոշարասյանը, չնայած տեղյակ էին, որ դրան մոտենալու հնարավորություն չեն ունենալու։ Հռոմի Պապը նրանց ողջունեց իր Ռենո Լոգանի միջից։ Խորվիրապի վանք այցը դարձավ ուխտագնացության կուլմինացիան։ Վանական համալիրում շրջելուց հետո երկու եկեղեցիների առաջնորդները խաղաղության սպիտակ աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան ուղղությամբ, դեպի հայ-թուրքական սահմանը։ Երեկոյան Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հրաժեշտ տվեց Հայաստանին։ Օդանավակայանում նրան ճանապարհեցին նախագահը, առաջին տիկինը եւ կաթողիկոսը։ Թռիչքից մի քանի րոպե անց Սրբազան քահանայապետը գրառում կատարեց իր միկրոբլոգում. «Երջանիկ եմ, որ այցելեցի Հայաստան, առաջին քրիստոնյա երկիր։ Շնորհակալ եմ ընդունելության համար»։ Անկարան ծանր է տարել Հռոմի Պապի այցը, հատկապես այն պատճառով, որ քահանայապետը երկրորդ անգամ իլուր աշխարհի հայտարարեց, որ 1915 թվականին հայերի նկատմամբ ցեղասպանություն է եղել։ Թուրքիայի փոխվարչապետը նույնիսկ հայտարարել էր, թե կաթոլիկների առաջնորդը խաչակրած ոգով է կառուցել իր ելույթը։ Հռոմի Պապի խոսնակը խորհուրդ տվեց ուշադիր կարդալ Պապի ելույթները։ Դրանցում նա մի բառ անգամ չի ասել թուրք ժողովրդի դեմ։ Ինչու Հռոմի Պապը վերջին պահին որոշեց փոխել նախագահականում իր ելույթի տեքստը եւ ավելացրեց ցեղասպանություն եզրը։ Այս հարցի պատասխանը Հռոմի Պապը տվեց արդեն Հայաստանից Հռոմ մեկնելիս օդանավում լրագրողներին տված հարցազրույցում։ Լսելով Հայաստանի նախագահի ելույթի տոնը, հիշելով, որ ես անցյալ տարի հրապարակավ ասել եմ այդ բառը, տարօրինակ կլիներ գոնե նույնը չասել, ասել է Պապը։ Քահանայապետը նաև հիշել է, Արգենտինայում, որտեղ ինքը ծնվելու մեծացել է, երբ խոսում են հայերի բնաջնջման մասին, միշտ օգտագործում են ցեղասպանություն բառը։ Ես երբեք այլ բառ չեմ իմացել, իսկ մեծ եղեռն կամ սարսափելի ողբերգություն եզրերը առաջին անգամ լսել եմ Հռոմում, ասել է նա։ Հռոմի Պապը խոսել է նաև իր երրորդյա այցի տպավորությունների մասին։ Հայերը առաջին քրիստոնյա ազգն են, որովհետև Աստված օրհնել է նրանց։ Նրանք խիզախ են, քարի նման ամուր են եւ մոր նման քնքուշ։ Հայ ժողովուրդը շատ է տառապել, բայց չի կորցրել իր քնքշությունը, արվեստը, երաժշտությունը, հավասարակշռված ակորդները, որոնք այդքան դժվար է հասկանալ անգամ հանճարների համար։ Հայաստանը նաև մայր է, ասել է Պապը։ Ադրբեջանը շարունակում է զենք գնել, հայտարարել է Իլհամ Ալիևը զինծառայողների հետ հանդիպման ժամանակ։ Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջան զենքի եւ զինտեխնիկայի նոր տեսակներ են բերվում, ասել է Ադրբեջանի նախագահը, նշելով, որ իրենք ռազմական արտադրանք են ձեռք բերում ոչ թե մեկ մատակարարից, այլ մի քանի տարբեր երկրներից։ Ազգային ժողովի արտահերթ նիստում մեկնարկել են ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները։ Քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ 4+4+4 ձևաչափով ձեռք բերված կոնսենսուսը լիարժեք չէ։ Համաձայնությունը ստորագրած ուժերը պայմանավորվել էին, որ դոնոր կազմակերպությունից անհրաժեշտ 16 միլիոն եվրոն ստանալու դեպքում բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսանկարահանող սարքեր, կլինի ուղիղ հեռարձակում եւ բոլոր ընտրողները նույնականացման քարտերի համար կնախագրանցվեն, այսինքն մատնահետ կհանձնեն, որpիսի եթե նույնիսկ չհասցնեն մինչեւ քվեարկության օրը ստանալ քարտեր, ապա գոնե մատնահետ քանձնելով մտնեն քվեարկության։ Այսօր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ անհրաժեշտ գումարից միայն 11.5 միլիոն եվրոն են ճարել դոնոր կազմակերպությունից, ինչը փաստորեն նշանակում է, որ հնարավոր է չհասցնեն մինչև սեպտեմբերի 1-ը գնել անհրաժեշտ սարքերը եւ սկսել գործընթացը։ Սա բարկացրեց ընդդիմադիր ուժերին։ Նրանք պահանջեցին, որ կառավարությունը իր վրա վերցնի պակասող գումարի ֆինանսավորումը։ Մինչդեռ Դավիթ Հարությունյանը պնդեց, որ կառավարությունը ի վիճակի չէ դա անել։ Ինչն է խանգարում Հայաստանի կառավարությանը, Հայաստանի իշխանություններին, ի վերջո կրկնում եմ, խոսքը մի աստղաբաշխական եւ անիրականանալի մեծ գումարի մասին չէ, այն ինչ որ պակասում է 4.5 միլիոն եվրո գտնել այդ գումարները եւ լուծել մի կարևորագույն խնդիր, որպեսզի մեր այս աշխատանքը, ինչպես նշեց իմ գործընկերը, չնմանվի Սիզիփոսյան աշխատանքի։ Մենք դերից ստորագրել ենք համաձայնագիր։
Դուք երբևէ նման հարց համաձայնագիրը ստորագրելուց չեք բարձրացրել։ Ոչ դուք, ոչ մեր մյուս գործընկերները, որտեղ եթե նման հարց բարձրացնեիք, մենք ասենք կներեք կառավարությունը պատրաստ չէ այս լրացուցիչ գումարները տրամադրել։ Հիմա դուք այս հայտարարությունից բխող մի նախագիծ եք բերել ու ասում եք հետևյալ, ասում եք այս սենց կանենք, նենց կանենք, հանրության վստահությունը ստեղ կբարձրացնենք, ստեղ կբարձրացնենք, այս կանենք, վերջում ասում եք, բայց եթե դոնոր կազմակերպությունները փողը տան։ Հարցը հետևյալն է, իսկ եթե Եվրամիությունը, ասենք, 2 միլիոն ավել տա, կարանք այս օրենքի ամենավերջում գրենք շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն։ Վերջին մասը ձեր անձնական օրինակի վրա կավելացնեք, երբ ստանաք քվեարկած օրենսգիրքը 2 միլիոններ կարող եք վերցնել ձեզ։ Շատ տխուր կլինի, որ քաղաքական համաձայնությունը ընդամենը չիրականացվի մի քանի միլիոնի պատճառով։ Եվ ինձ ինչն է անհանգստացնում, շահագրգռվածությունը կառավարության կողմից չի զգացվում այդ ֆինանսները հայթայթելու, ճարելու, դոնորներին դիմելու, այսպես լրացուցիչ ջանքեր ցուցադրելու առումով։ Ցանկություն այլևս չկա որևէ մեկին ինչ-որ բանում վստահեցնելու, հատկապես երբ ինչ-որ մեկին թվում է, որ ինքը կողքից աջակցելու, իսկ դու կառավարություն ինչ-որ բան լավ չես անում, կարծես թե։ Այս համաձայնությունը իսկապես շատ դժվարությամբ է ձեռք բերվել, եւ ես չէի ուզենա, որ հիմա որևէ մեկը որոշի, որ ինքը այստեղ պետք է լինի հայրիկը այս գործի քաղաքական, իսկ մյուսները կարծես թե լավ չեն ու ակտիվ չեն աշխատում։ Զարուհի Փոստանջյանը շեղվեց օրակարգից։ Մեր քաղաքացիները չեն հասկանում, որ չպետք է ընտրեն այս տեսակ իշխանությունների, ասաց падգամավորը։ Տիկին Փոստանջյան, միգուցե եւ հասկանում են, բայց հետո մեկ-մեկ լսելով ձեր ելույթները հիասթափվում են եւ որոշում են, որ ավելի լավ է իշխանությանը ձայն տալ, քան ձեզ։ Ենթադրում եմ դա է պատասխանը։ Զարուհի Փոստանջյան։ Դուք սխալվում եք, քաղաքացիները ձայն չեն տալի ձեզ։ Ինչպես 96 թվականին, երբ հավաքված էին անվտանգության խորհրդի նիստում, հայտարարեց, որի ժամանակ ներկա էր նաև ձեր քաղաքական ղեկավարը Սերժ Սարգսյանը, հայտարարվեց, որ նույնիսկ 100% հավաքեիք չենք տալու ձեզ այդ 100%-ը, չենք թույլ տալու, որ գայիք իշխանության, նույնն էլ հայտարարեց Սերժ Սարգսյանի կողմից, որ որքան ցանկանանք, այնքան կխփենք։ Դուք զբաղվել եք խփելով։ Հիմա եկել է պահը, որ ձեզ խփեն։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընտրական նոր օրենսգրքով նախատեսվող ընտրական գրավի չափի մեծացմանը, որը խեղճացնելու է ֆինանսական ռեսուրսներ չունեցող ընդդիմադիր ուժերին։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը վիզները ծռած գնան իրանց օլիգարխների մոտ, ասեն, բա օլիգարխ ջան, մեզ մի քանի միլիոն դրամ կտած, որ մենք ընտրություններին մասնակցենք։ Ինքն էլ ասի, հա, ախպերներ կտամ, բայց դե գիտեք էլի, տենց հանկարծ շատ բան չանենք։ Էսա Հայաստանի քաղաքական համակարգը, ամբողջ փողը կենտրոնացնել իշխանության տակ ու հետո էլ ասել փող չկա։ Ինչպես ասում էր Ռոբերտ Քոչարյանը, էլ իրանց էր ասում, փողի վրա նստած փող է ման գալիս։ Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համաձայնագիրը ավելի թեժ մթնոլորտ էր առաջացրել խորհրդարանի շենքի առջև, որտեղ համաձայնագրի դեմ բողոքի ակցիա էր անցկացնում «Մենք ենք տերը, մեր երկրի» նախաձեռնությունը։ Ակտիվիստները շենքից դուրս եկող ՀՀԿ-ական падգամավորներին դավաճաններ եւ հուդաներ էին անվանում, սուլում նրանց հետևից։ Ընդդիմադիր падգամավոր Հրանտ Բագրատյանը փորձեց զրուցել հավաքվածների հետ, ինչը քիչ էր մնում ավարտվեր ծեսկրտուքով։ Մի տղամարդ սկսեց վիճել падգամավորի հետ եւ այնքան տաքացավ, որ ձեռքի ջրի շիշը նետեց նրա ուղությամբ։ Միջամտության շնորհիվ բանը ծեսկրտուքի չհասավ, տղամարդուն բերման ենթարկեցին։ Դու ով ես որ գասարա։ Ես ով եմ, նոր մարդեր ես։ Շուլերի, շուլերը տատը շուլերը։ Հրանտ Բագրատյանը ավելի ուշ պատմեց լրագրողներին, թե ինչ է տեղի ունեցել, ու նշեց, որ եթե չփախչեր, մի փոքր կծեծեր։ Ինչ-որ մեկ ագրեսիվ մոտեցավ, թե դու ես նույնը, Սերժն է նույնը, Ռոբերտն է նույնը։ Դու չհասկացած ֆրազան ինչ կապ ունի էպիզոդի հետ։ Ես սան ասացի, որ պրովոկացիա է, պրովոկատոր ես։ Շո բուտիկա ուներ, ասած ոնց է, ասած։ Դատա շիշ։ Դատա խմել վերցած է գերել, կամ չգիտեմ։ Այսինքն ստակից ինքը ամջապես իմ մոտ չէր, հետևս էր։ Ստակից բանը, բուտիկին շփոթեցի գողացավ։
Ադրբեջանում գերեվարված ապահայրենիք վերադարձած 25-ամյա Արսեն Խոջոյանին սպանության մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է Տավուշցից 17-ամյա աղջկան դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ։ Աղջկան սպանված էին գտել հունիսի 24-ին Վերին Կարմիր աղբյուր գյուղի ճանապարհի եզրին։ Ենթադրվում է, որ Արսեն Խոջոյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նախորդին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ագաթան Գեղոսի շենքերից մեկի 7-րդ հարկից 16-ամյա աղջիկ է ընկել եւ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով աղջիկը ընկել է պատշգամբին նստած սելֆի անելիս։ Աղջկա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այսօր արժևորվել է միայն ռուբլին, դոլարը, եվրոն եւ ֆունտը արժեզրկվել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 475, ռուբլունը 7.33%, եվրոյինը 524, ֆունտինը 631 դրամ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Առաջիկա գիշերը Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +22-ի, իսկ վաղը ցերեկը +36-ի։ Հնարավոր է կարճատև անձրև։